Ողջույն գործարար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանի եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում գործարար կրթության ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների եւ նորությունների մասին եւ տաղավարում հյուրընկալում ենք բավականին հետաքրքիր փորձառուանատների, ովքեր որ կիսվում են իրենց փորձով անցած ճանապարհով կամ ոլորտային թեմաներով։ Այսօրվա իմ հյուրերին եմ մեծ սիրով ուզում ներկայացնել Հզոր միտք հասարակական կազմակերպության թիմակիցներ, համակարգման թիմակիցները Սոնան Պապիկյան, ողջույն Սոնա, եւ Ստելլան Ավետիքյան։ Ողջույն Ծովինար ջան։ Իրականում թեման բավականին հետաքրքիր է։ Մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ տաղավարում հյուրընկալելու եւ ամեն անգամ թեման եղել է կամ ուսանողի տուն ծրագիրը կամ հզոր մտքի տարբեր ծրագրերը։ Այսօրվա թեմայի առանցքում ունենալու ենք հզոր համայնք 5 միջոցառման մասին, որը որ շուտով տեղի է ունենալու եւ հանդիպման ընթացքում ավելի մանրամասն կներկայացնենք եւ միջոցառման մասին եւ ինչ է սպասում, ովքեր կարող են մասնակցել։ Մի խոսքով, մինչև հիմնական միջոցառմանը անցնելը մի փոքր կուզենամ վերհիշելու տեսքով, հա, քանի որ վստահաբար ովքեր որ նախկինում առիթ են ունեցել լսել մեր հաղորդումները եւ հզոր մտքի եւ ուսանողի տան ընդհանուր հա ծրագրերից բավականին տեղեկացված են, մի փոքր հիշեցում անեք ու նաեւ ինչ նորություններ ունենք ու արդեն անցնենք հզոր համայնք 5-ին։ Շնորհակալություն։ Շատ լավ, նախ շնորհակալություն եւս մեկ անգամ հյուրընկալելու համար, շատ ուրախ ենք այս տաղավարում նորից պատմել մեր նախագծերի մասին, նորությունների մասին։ Ինչպես բազմիցս նշել ենք, քանի որ մենք կրթության ոլորտում եւ համայնքային ոլորտում, համայնքային ակտիվությունների ոլորտում շատ խնդիրներ ենք տեսել, բացեր, այդ ուղղությամբ սկսել ենք դեռևս 19 թվականից աշխատել երիտասարդների հետ, շեշտ դնելով մարզաբնակ երիտասարդների վրա, հաշվի առնելով այն փաստը, որ մեծ կենտրոնացում կա Երևանի վրա եւ մարզերը ավելի պակաս ուշադրություն են ստանում։ Եվ 19 թվականից շուրջ 6500 երիտասարդների հետ արդեն աշխատել ենք, իրենց համար տարբեր կրթական ծրագրեր են կազմակերպում, միջոցառումներ, ճամբարներ, արշավներ, ամենշաբաթյա այցեր, տարբեր համայնքներ, հիմնական շեշտը դնելով իրենց մոտ Հայաստանի նկատմամբ սեր ու պատասխանատվություն ձևավորելու վրա։ Տարբեր կրթական ծրագրեր ուղղված են իրենց հմտությունների զարգացմանը, բայց նաև արժեքներ ենք ներդնում, որոնք կօգնեն իրենց համայնքի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելու վրա եւ համայնքի համար գործունեություն ծավալելու վրա։ Այսպես տարբեր նախագծեր ունենք, թե ուսանողի տունը, թե ճամփորդող գրքերը, թե նաեւ հզոր համայնքը, որը արդեն ամենամյա մեծ միջոցառում է դարձել, շատ սպասված։ Շատ լավ, նշեցինք հզոր համայնք 5, սա ենթադրում է, որ արդեն 5-րդ տարին է, ինչ մեկ հարթակում համախմբում ենք տարբեր համայնքների երիտասարդներին, գիտելիք, փորձ, կապեր ենք փոխանցում։ Սոնա, մի փոքր ներկայացնեք միջոցառման մասին ու նաև եթե այսպես ամփոփ տեսքով ասենք, նախորդ տարիներից ինչ արդյունքներ ունենք, ինչ արձագանքներ են տալիս երիտասարդներ, ինչպես է դա փոխում իրենց կյանքը կամ մտածողություն, այսինքն այն ամենին ինչին որ միտված է միջոցառումը։ Սիրով, ոնց Ստելլան արդեն նշեց, 2022 թվականից ամենամյա միջոցառում է դարձել հզոր համայնք միջոցառումը եւ արդեն այսօր մեկնարկել ենք 5-րդ հզոր համայնքը, որը տեղի կունենա մարտի 7-ին։ Եվ ուրախությամբ կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում հզոր համայնքը բավականին մեծ արդյունքներ է գրանցել, թե երիտասարդների շրջանում տարբեր նոր կապեր ստեղծելը, ընկերություն ստեղծելը, նոր հնարավորություններ ձեռք բերելը եւ թե գործարանների տեսանկյունից գալ շփվել եւ միմյանց հետ, հա, եւ ծանոթանալ երիտասարդների հետ, իրենց աշխարհայացքի հետ ծանոթանալ, բանախոսություններ ունենալ։ Հզոր համայնք միջոցառման ընթացքում մենք տարբեր, այսպես ասած, ճյուղեր ենք ունենում, հա, ունենում ենք խոսնակներ, բանախոսներ, ովքեր ունենում են փոքրիկ սփիչեր տարբեր թեմաներով՝ կրթություն, մշակույթ, գործարարություն, ունենում ենք network ժամ, որը համախմբում է բոլոր ներկաներին, իրար հետ սկսում են շփվել, ծանոթանալ եւ նույնիսկ կարող եմ ասել, որ նախորդ տարիներին, եթե հետադարձ հայացք գցենք նախորդ տարիների արդյունքները, երեխաների համար դա բեկումնային օր է համարվում։ Ու բոլորը անխտիր սպասում են հզոր համայնքներին, որովհետեւ այդ օրը գիտեն, որ իրենց կյանքում ինչ որ բան փոխվելու է։ Երեխաներ են ունեցել, ովքեր որ նախաձեռնություն են սկսել հզոր համայնքից հետո, կազմակերպել են մեծ միջոցառումներ հզոր համայնքից հետո, բիզնես են սկսել հզոր համայնքից հետո, որովհետեւ
օրինակ մոտեցել են որևէ գործարարը ուղղորդել է, առաջնորդել է ու սկսել են որևէ բիզնես։ Եվ այսպես շարունակ հզոր համայնքի արդյունքները տեսանելի է դառնում ամբողջ տարիների ընթացքում։ Շատ լավ, կուզենամ մի փոքր խոսենք ընդհանրապես համայնքային խնդիրներից, քանի որ ըստ էության հզոր համայնքը ինքը լուծումներից մեկն է, հա, բայց դե բնականաբար տարիների ընթացքում շատ բան փոխվել է ու նշեցինք 2018-19 թվականից արդեն ինչ որ աշխատանքներ արվում են ու նաև վստահաբար այս տարիների ընթացքում շատ բաներ փոխվել է, հա, եւ հնարավորությունների տեսանկյունից եւ նաև երիտասարդները ում վրա աշխատանք տարվել է արդեն իրենք են փոփոխություններ Հիմա ինչ ակնառու խնդիրներ կան, որոնք որ ակնհայտ են եւ այս միջոցառումը ըստ էության նաեւ գալիս է հենց այդ խնդիրները լուծելու։ Ի սկզբանե մենք երբ որ սկսել ենք մեր գործունեությունը երիտասարդների մոտ, ինչպես նշեցի, Հայաստանի նկատմամբ պատասխանատվություն ձևավորելու համար ու նաև մի փոքր կենտրոնացումը Երևանի շուրջ ցրելու համար ու ժամանակի ընթացքում նոր խնդիրներ ենք բացահայտել համայնքային, երիտասարդական, կրթական ոլորտի, որոնցից ամենաայսպես ցավոտը երևի ինչքան գնում, այնքան տեխնոլոգիական զարգացումը ուժեղանում է եւ դրան զուգահեռ նաեւ խնդիրներ են ծագում, որոնցից է օրինակ մեդիայի դաշտում երիտասարդների ապակողմնորոշումը շատ հզոր գործիք է մեդիան, որը կարող ենք եւ դրականի համար օգտագործել, բայց այս պահին երիտասարդը ով դեռևս չի կողմնորոշվել այս կյանքում ինչ ուղղությամբ է գնալու, մեդիան շատ ազդում է իր վրա ու թե ինֆորմացիայի մեծ պաշարը, թե այն գործիքները, որոնք որ կիրառում են երիտասարդների վրա աշխատելու համար, այսպես ասած, մեծ ազդեցություն են թողնում երիտասարդների մտածողության վրա ու որը միշտ չի որ լավ է լինում, որովհետև մեծապես դրանք ուղղորդված են լինում դրսից ու ուղղված են լինում երիտասարդներին Հայաստանից կտրելու, արմատներից կտրելուն։ Մենք փորձում ենք մեր գործունեությամբ սրան, այսպես ասած, փոքր հակահարված տալ ու այնպես անել, որ երեխեքի մոտ քննադատական մտածողությունը զարգանա, երիտասարդների մոտ մշակույթի նկատմամբ սերը արթնանա, այսպես ասած, եւ այնպես անենք, որ իրենք էլ իրենց հերթին տարածեն թե խնդիրը եւ երևույթը տարբեր տեսանկյուններից դիտելու մոտեցումը եւ թե սեփականի նկատմամբ պատասխանատվություն վերցնելը թե մշակույթի տեսանկյունից, մեր պատմության տեսանկյունից Շատ լավ, քանի որ միջոցառումը նշեցիք, հա, որ բավականին այսպես խոսնակներ են լինելու, գործարարներ են լինելու, մի փոքր կնշեք ում համար է, ովքեր կարող են մասնակցել, ինչ ձևաչափով են մասնակցում, որտեղ են դիմում, հետո եթե օրինակ դիմումները շատ են լինում, ինչպես եք ընտրում այս ընթացքի մասին, որպեսզի վստահաբար մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ շատ անհատներ կլինեն, ովքեր հետաքրքրված կլինեն ու նաեւ մյուս կարևոր բանը արդյոք միայն մարզաբնակ երիտասարդները կարող են մասնակցել, թե նաև Երևանից կարող են երիտասարդները դիմել եւ մասնակցել։ Քանի որ տեղերը խիստ սահմանափակ են ու փորձը ցույց է տալիս, որ ամեն տարի նախատեսվածից շատ են լինում երիտասարդները, այդ իսկ պատճառով ցավոք այո, միայն մարզաբնակ երիտասարդները կարող են մասնակցել միջոցառմանը։ Հաշվի առնելով, որ Երևանը բնակ երիտասարդները, այսպես ասած, ամեն կարող են մասնակցել նման միջոցառումների կամ նույն խոսնակին այլ հատվածում, այլ միջոցառման ընթացքում լսել, այդ իսկ պատճառով նախապատվությունը այո տրվում է մարզաբնակ երիտասարդներին, մասնավորապես հզոր մտքի ցանցի անդամներին ենք հնարավորություն տալիս, մեր ցանցը բավականին տարածված է եւ լայն, եւ Ջավախքում, եւ Արցախի երիտասարդները, եւ ամբողջ Հայաստանի տարածքով Եվ այս տարի արդեն 500+ գրանցում ունենք այսօրվա դրությամբ, դեռ 1 ամիս կա, բայց հավանաբար շուտով այդերը կփակվեն, որովհետև սահմանափակ է տեղերը ու չենք կարող բոլորին ընդունել։ Իրականում գրանցումները ամեն տարի շատ են լինում, 1000+ լինում են գրանցումները։ Մենք ֆիլտրում ենք
նախ մարզաբնակ երիտասարդներին ենք միայն ընտրում, եւ դրանից էլ ֆիլտրվում են այն անդամները, այն երիտասարդները, ովքեր որ գալիս են կոնկրետ նպատակով, այսինքն իրանք ուղղված ունենք նույնիսկ երիտասարդներ, ովքեր որ խոսնակների հյուրերի ցուցակով sense տետրով գալիս են գրած թե ում ինչ հարց պետքա տան, ու sense տետրով պլյուս մինուս անելով մոտենում են հյուրին ու իրան կոնկրետ ուղղված հարցը տալիս են, որովհետեւ մենք մեր էջում միջոցառման մեջ նախապես հայտարարում ենք ով է խոսնակը, ով է հյուրը, ինչ մասնագետ է եւ երիտասարդներին նախապես ուղղորդում ենք թե իրենք ինչ կարող են հարցնել տվյալ հյուրից որպեսզի անիմաստ չլինի իրենց գալը, այդ իսկ պատճառով ֆիլտրացիան իրականացնում ենք մաքսիմալ այնպիսի երեխեքի ընտրենք, ովքեր որ կզգան արդյունքը իրենց վրա եւ կգնահատեն այնտեղ լինելու հնարավորությունը։ Շատ լավ, այս ամենը իրապես ենթադրում է, որ բավականին շատ կազմակերպչական ու համակարգման աշխատանքներ կան եւ իրականում բացի երիտասարդներից, ովքեր որ մասնակցում են միջոցառմանը, նաեւ ունենք գործընկերներ, անհատներ, ովքեր որ գաղափարական առումով կողմ են այն ամեն ինչին տեղի ունենում եւ իրեն գալիս մասնակցում են։ Այս պահին ինչի անհրաժեշտություն կա կամ ոնց են process-ները համակարգվում, նա փոքր նաեւ մասին խոսենք։ Մենք միշտ նշում ենք, որ արդյունքները, որը տալիս է հզոր միտքը իր գործունեությամբ, բոլորին է հավասար, դրա համար ներգրավում ենք այն մարդկանց, ովքեր որ գաղափարը կիսում են մեր բոլոր process-ներում եւ բոլոր նախագծերում։ Հզոր համայնքը անմասն չի մնում դրանից, ինչպես Սոնան նշեց, թե հատուկ հյուրերի տեսքով մենք հրավիրում ենք 100-ից ավելի գործարարների, ովքեր եւ տարբեր ոլորտից մասնագետների, ովքեր այդ օրը գալիս են, հատկապես networking-ի ժամին երեխաների հետ կիսվում են իրենց փորձով, մտքերով, խորհուրդներով եւ նաեւ գործընկերները, ում ներգրավում ենք միջոցառման կազմակերպման process-ում, այս պահին էլ մենք գործընկերների ներգրավման փուլում ենք, քանի որ միջոցառումը ենթադրում է ծախսեր տարբեր ուղղություններով, թե երեխաների տեղափոխության, թե սննդի կազմակերպման, մրցանակներ, այդպես։ Այս բոլոր ծախսերը կազմակերպում են գործընկերների միջոցով, ովքեր միանում են իրենց ռեսուրսներով, այս պահին ներգրավման փուլում ենք։ Շատ լավ, այսինքն կարող ենք այսպես ձևակերպել, եթե մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ վստահաբար կան անհատներ, ընկերություններ, ովքեր որ հետաքրքրված են ծրագրով մարզային համայնքների զարգացմամբ, իրենց ներդրումով կարող են վստահաբար կապ հաստատել ձեզ հետ, ինչպես են կապ հաստատում, ինչպես են դիմում, այս մասով ինչ ձևաչափ ունեք։ Մենք ունենք գիտեմ գործընկերներ, ովքեր արդեն 5 տարի մեզ միանում են, որոնցից այդպես ուրախ կլինեմ նշել Elite Plaza-ին, որտեղ ամեն տարի կազմակերպում ենք միջոցառումը եւ մեր միջոցառման անմասն այդպես գործընկերն է դարձել Elite Plaza-ն, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են ներդրում ունենալ այս process-ում ու նաեւ երիտասարդների գործարարների հետ իրենց կապը ամրապնդել, մենք հզոր մտքի Facebook-յան էջի ունենք, որտեղ նաև հեռախոսահամար ենք թողել, կարող ենք այդ հեռախոսահամարով կապի մեջ լինել, սիրով քննարկենք տարբեր առաջարկներ։ Շատ լավ, եւ ուզում եմ վերջին կարևոր հարցը տամ, բավականին այսպես մասշտաբային միջոցառում եք իրականացում, նաեւ ընդհանրապես կրթական ծրագրերի ու զարգացման ծրագրերի մասով, ինչ ակնկալիքներ ունեք, այսինքն ինչ եք պատկերացնում հզոր համայն 5-ից հետո, ինչ արդյունքներ կունենանք կամ նաև ինչպես եք հավաքագրում երիտասարդները, ինչ բավարարվածություն ունեն, ինչ փոփոխություններ եղան, մի փոքր նաև սրա մասին կնշեք։ Հզոր համայնքից հետո մենք պարբերաբար հետադարձ հայացք ենք գցում միջոցառմանը եւ թիմով ենք քննարկումներ ունենում տարբեր բնակավարների մասին միջոցառման եւ հենց երիտասարդներին ենք, այսպես ասած, ֆիդբեքներն ենք հավաքագրում երիտասարդների, ինչն է իրենց համար ավելի լավ այս տարի, ինչն է թերացած, որը պետք է օրինակ բարելավել, որ մասն է իրենց համար արդյունավետ եղել ու այդ ամեն ինչը մեծ հնարավորություն է տալիս հաջորդ տարի էլ ավելի լավը դարձնել հզոր համայնքները։ Մեզ համար կարևոր է, որ ստեղծենք հզոր սերունդ, հզոր ոչ պաթետիկ այլ
ուժեղ հմտություններով, ուժեղ կամքով եւ ուժեղ գիտելիքներով։ Դրա համար մեր բոլոր նախագծերը դրան ուղղված են։ Հզոր համայնքն էլ դրանցից մեկն է, որը օգնում է գալ երիտասարդներին, պատկերացրեք, շատ երիտասարդներ առաջին անգամ են նման մեծ միջոցառման գալիս, իրար հետ շփվում, գործարարների հետ, այո, ծանոթանում, գործարարների տարբեր ոլորտից մասնագետների հետ ծանոթանում, ու այդ կապերը ողջավորությունը վերցնելով իրենք վերադառնում են տեխնիկական բոլոր ոնց որ կետերը, որը շոնը տեխնիկական բոլոր կետերը, որը Սոնան նշեց, դրանք մեզ ավելի են ուժեղացնում ամեն տարի ել ավելի թիրախային միջոցառումը կազմակերպելու համար։ Շատ լավ, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին նորից հիշեցնենք, որ միջոցառումը հզոր համայնքին տեղի կունենա մարտի 7-ին Elite Plaza Business կենտրոնում առավոտյան ժամը 10-ից իրականում եթե ունենք անհատներ, ընկերություններ, ովքեր որ հետաքրքրված են եւ համագործակցությամբ եւ մասնակցությամբ իդեպ այդ մասնակցությունը կարող է լինել գիտելիքի, փորձի կամ այլ աջակցության տեսքով, կարող են վստահաբար կապ հաստատել հզոր մտքի պաշտոնական Facebook-յան, Instagram-յան ու LinkedIn-ի էջերում վստահ եմ արդյունավետ հավաքակցություններ կլինեն, ձեր գործերին էլ մեծ հաջողություն եւ արդեն միջոցառումից հետո կարող ենք մեծ սիրով զրուցել նաեւ արդյունքների մասին, թե ինչ արդյունքներ ունենք ու ինչու ոչ հրավիրել նաեւ արդեն հաջողություն ունեցած երիտասարդների, ովքեր որ կկիսեն իրենց ընդհանուր փորձառությամբ, իրենց ձեռքբերումներով ու հաջողություններով։